Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այսօր 2025 թվականի ապրիլի 11-ն է։ Ուրեմն այս եթերի ժամանակ ես ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, ինչպես նաև իմ հետևորդներին ցանկանում եմ տեղեկացնել, որ ես այս պահից սկսած դադարեցնում եմ օրենքով գողերի եւ գողականների վերաբերյալ իմ տեսանյութերի ցուցադրությունը եւ իմ YouTube-յան ալիքով եթեր հեռարձակումը հետեւյալ պատճառով։ Մասնավորապես, քանի որ ես պետությունից, իդեմս Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանից այս հարցի հետ կապված իրավական առումով որևէ աջակցություն եւ օգնություն չեմ ստացել, այդ իսկ պատճառով, այսինքն նաեւ այդ պատճառով ես այս պահից սկսած դադարեցնում եմ օրենքով գողերի եւ գողականների վերաբերյալ իմ տեսանյութերի եթեր հեռարձակումը եւ իմ տեսանյութերի ցուցադրումը։ Նաև ցանկանում եմ իմ հետևորդներին տեղեկացնել, որ չնայած ես այս մասին բազմիցս խոսել եմ, այնուամենայնիվ նպատակահարմար եմ գտնում եւս մեկ անգամ անդրադառնալ այդ հանգամանքին, որ ես գողականների կողմից, մասնավորապես ոմն Անդրեյ Աբրամովի կողմից, ով բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, այդ Անդրեյ Աբրամովը բազմիցս զանգահարում է ինձ, ինչպես նաև իմ տեսանյութերի մեկնաբանություններում այդ Անդրեյ Աբրամովը բազմիցս գրում է կոմենտներում, այսինքն իմ այդ տեսանյութի մեկնաբանություններում գրում է ինձ ուղղված սպանության սպառնալիքներ եւ հայհոյանքներ, ինձնից պահանջելով, որ ես ջնջեմ իմ YouTube-յան ալիքից ջնջեմ օրենքով գողերի եւ գողականների վերաբերյալ իմ տեսանյութերը եւ օրենքով գողերից ներողություն խնդրեմ, հակառակ դեպքում ինձ սպառնում է, որ եթե ես դա չանեմ, ապա ինքը կկազմակերպի, որ Հայաստանում գտնվող իր գողական ընկերները սպանեն ինձ։ Եվ քանի որ այդ Անդրեյ Աբրամովը, ինչպես արդեն նշեցի, գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, հետևաբար այդ հանգամանքով պայմանավորված վերջինս վստահ լինելով իր անպատժելիության մեջ ինձ գրում է այդպիսի սպանության սպառնալիքներ եւ հնարավոր է որ իրագործի իր սպանության սպառնալիքները եւ քանի որ նա գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, ուստի այդ հանգամանքով պայմանավորված այդ Անդրեյ Աբրամովը վստահ է, որ Հայաստանի իրավապահ մարմինները երբեք չեն կարող հայտնաբերել իրեն։ Սակայն նշեմ, որ ինչպես արդեն բազմիցս նշել եմ, հիմա նույնպես վերահաստատում եմ, որ ես ամենևին էլ չեմ վախենում այդ Անդրեյ Աբրամովի կողմից ինձ ուղղված սպանության սպառնալիքներից եւ իմ կողմից օրենքով գողերի վերաբերյալ տեսանյութեր եթեր հեռարձակել, այսինքն տեսանյութերի ցուցադրումը դադարեցնելը ամենևին էլ պայմանավորված չէ այդ Անդրեյ Աբրամովի կողմից ինձ ուղղված սպանության սպառնալիքների հետ։ Մասնավորապես, եթե ես վախենայի այդ սպանության սպառնալիքներից, ապա իմ YouTube-յան ալիքից կջնջեի օրենքով գողերի վերաբերյալ իմ կողմից տեղադրված բոլոր տեսանյութերը եւ օրենքով գողերից ներողություն կխնդրեի, եթե ես իսկապես վախենայի այդ Անդրեյ Աբրամովի սպառնալիքներից։ Մինչդեռ ինչպես արդեն փաստեցի, սրանից հետո, այսինքն այսուհետև իմ YouTube-յան ալիքով օրենքով գողերի վերաբերյալ տեսանյութեր եթեր հեռարձակել, այսինքն տեսանյութերի ցուցադրումը դադարեցնելը ամենևին էլ պայմանավորված չէ այդ Անդրեյ Աբրամովի կողմից ինձ ուղղված սպանության սպառնալիքների հետ, քանի որ ինչպես արդեն նշեցի, դա պայմանավորված է պետության կողմից, իդեմս Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ անձի հանդեպ անհրաժեշտ իրավական օգնություն, անհրաժեշտ իրավական աջակցություն եւ օժանդակություն չցուցաբերելու հանգամանքների հետ է դա պայմանավորված։ Նաև կցանկանայի տեղեկացնել հետևյալ հանգամանքների մասին, որ ինձ հետ անհնար է շանտաժի լեզվով խոսել, սպառնալիքի լեզվով խոսել, ես որևէ սպառնալիքների, որևէ շանտաժների չեմ ենթարկվում, պարզապես վերը նշված պատճառաբանությամբ արդեն ես ինքս եմ նպատակահարմար գտնում որ ես այսուհետև իմ YouTube-յան ալիքում չցուցադրեմ օրենքով գողերի եւ գողականների վերաբերյալ տեսանյութեր, այսինքն ես այս պահից սկսած դադարեցնում եմ օրենքով գողերի եւ գողականների վերաբերյալ իմ տեսանյութերի ցուցադրությունը, սակայն նորից եմ կրկնում, ես նախկինում իմ կողմից իմ YouTube-յան ալիքում տեղադրված օրենքով գողերի վերաբերյալ իմ տեսանյութերը
երբեք չեմ ջնջելու իմ YouTube-յան ալիքից եւ օրենքով գողերից ներողություն չեմ խնդրելու, քանի որ ես օրենքով գողերին որևէ վիրավորանք չեմ հասցրել եւ նրանց չեմ հայհոյել, ի տարբերություն ինձ ուղված հայհոյանքների։ Մասնավորապես իմ YouTube-յան ալիքում տեղադրված տեսանյութերում չկա որևէ հայհոյանք, չկա որևէ վիրավորական արտահայտություն օրենքով գողերին ուղված, հետեւաբար ես չեմ տեսնում դրա իմաստը օրենքով գողերից ներողություն խնդրելու, իհարկե ես ներողություն խնդրելու մեջ որևէ վատ բան չեմ տեսնում, եթե մարդը ինչ որ սխալ է գործել եւ դա տղամարդուն բնորոշ հատկանիշ է ներողություն խնդրելը, պարզապես ընդհակառակն հենց այդ գողականները պետք է ինձնից ներողություն խնդրեն, քանի որ իմ այդ տեսանյութերի կոմենտներում գրվել են ինձ ուղված բազմաթիվ սեռական բնույթի անպարկեշտ հայհոյանքներ, հետևաբար հենց այդ գողականները, այսինքն այն անձինք, ովքեր որ ինձ գրել են այդ անպարկեշտ հայհոյանքները, հենց նրանք պետք է ինձնից ներողություն խնդրեն, այլ ոչ թե ես իրենցից պետք է ներողություն խնդրեմ, եւ եթե ինձ հայհոյանքներ գրած այդ անձինք ինձնից կխնդրեն ներողություն, ապա դրանից հետո ես նույնպես պատրաստ եմ ներողություն խնդրել այն բոլոր գողականներից, ում վերաբերյալ որ ես իմ YouTube-յան ալիքով տեղադրել եմ տեսանյութեր։ Սակայն նորից եմ կրկնում, այդ տեսանյութերը ես չեմ ջնջելու իմ YouTube-յան ալիքից, որը հենց խոսում է այն մասին, որ ես ամենևին էլ չեմ վախենում այդ Անդրեյ Աբրամովի կողմից ինձ ուղված այդ սպանության սպառնալիքներից, քանի որ նորից եմ կրկնում, այդ Անդրեյ Աբրամովը թե ինձ զանգահարելու, թե իր կողմից ինձ զանգահարելու ժամանակ եւ թե իմ տեսանյութերի տակ իր կողմից գրված մեկնաբանություններում բազմիցս այդ Անդրեյ Աբրամովը բազմիցս ինձնից պահանջել է իմ YouTube-յան ալիքից ջնջել օրենքով գողերի եւ գողականների վերաբերյալ իմ տեսանյութերը եւ գողականներից իր գողական աղբերներից ներողություն խնդրել, հակառակ դեպքում, ինչպես արդեն նշեցի, ինձ սպառնացել է, որ եթե ես դա չանեմ, ապա Հայաստանում գտնվող իր գողական աղբերները կգտնեն ինձ եւ կսպանեն։ Այսինքն ուզում եմ ասել, որ եթե ես իսկապես վախեցած լինեի այդ Անդրեյ Աբրամովի սպառնալիքներից, ապա իմ YouTube-յան ալիքից կջնջեի օրենքով գողերի վերաբերյալ իմ տեսանյութերը։ Սակայն քանի որ ինչպես արդեն նշեցի, ես չեմ պատրաստվում իմ YouTube-յան ալիքից ջնջել նախկինում իմ կողմից իմ YouTube-յան ալիքում տեղադրված օրենքով գողերի վերաբերյալ իմ այդ տեսանյութերը, հետեւաբար դա նշանակում է, որ ես ամենևին էլ չեմ վախեցել այդ Անդրեյ Աբրամովի սպառնալիքներից։ Հիմա որոշ մարդիկ լսելով իմ այս խոսքերը, այսինքն իմ այն խոսքերը, որ ես այս պահից սկսած դադարեցնում եմ օրենքով գողերի վերաբերյալ իմ տեսանյութերի հետագա ցուցադրությունը եւ եթեր հեռարձակումը, այսինքն որոշ մարդիկ լսելով իմ այդ խոսքերը հիմա կկարծեն, որ ես իբր թե վախեցել եմ գողականներից եւ գողականներից վախենալով, այսինքն վախի ազդեցության տակ զերծ եմ մնում այդ քայլից, նորից եմ կրկնում, որ նման բան չկա, ես որևէ գողականից չեմ վախեցել, պարզապես ես ավելի շատ հիասթափված եմ պետության կողմից իմ անձի նկատմամբ դրսևորված այս անտարբեր վերաբերմունքից, պետություն ասելով նկատի ունեմ հենց Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ անձի նկատմամբ դրսևորվող այդ անտարբեր եւ ոչ իրավաչափ վարքագիծը, քանի որ քննիչ Ֆիլիպ Նազարյանը ինքը համարվում է պետական պաշտոնատար անձ եւ ներկայացնում է պետությունը, այսինքն քննիչ Ֆիլիպ Նազարյանը հանդես է գալիս որպես պետության անունից է հանդես գալիս, դրա համար ես պետություն ասելով նկատի ունեմ հենց քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ անձի նկատմամբ դրսևորված այդ ոչ իրավաչափ եւ անտարբեր վերաբերմունքը։ Բնականաբար այդ տեղեկությունները համարվում են գաղտնի եւ ես հիմա չեմ կարող շատ փակագծեր բացել եւ չեմ կարող հստակեցնել, թե Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը կոնկրետ որ գողականի կատարած հանցագործություններն է թաքցրել եւ որ գործի շրջանակներում է կատարել այդ արարքները, բնականաբար ինչպես արդեն նշեցի, այդ տեղեկությունները համարվում են գաղտնի եւ ես նպատակահարմար չեմ գտնում եթերով անդրադառնալ դրանց, նաև ցանկանում եմ նշել, որ պետական պաշտոնատար անձինք, այդ թվում նաև քննիչները, դատախազները պետք է հանդուրժող լինեն շարքային քաղաքացիների կողմից իրենց դեմ ուղղված կառուցողական եւ ողջամիտ քննադատական խոսքի նկատմամբ եւ ակնկալում եմ, որ թե քննիչ Ֆիլիպ Նազարյանը եւ թե քննիչ Ֆիլիպ Նազարյանի վերադաս մարմինները
լսելով իմ այս տեսանյութում արծարծվող իմ ողջամիտ դիտարկումները, ակնկալում եմ, որ դրանից կանեն անհրաժեշտ հետևություններ եւ այսուհետեւ զերծ կմնան իմ իրավունքները ոտնահարելուց։ Նաեւ ցանկանում եմ նշել, որ երբ որ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, հարգարժան Արթուր Պողոսյանը, ում անձամբ եմ ճանաչում դեռևս այն ժամանակ, երբ որ Արթուր Պողոսյանը զբաղեցնում էր Լոռու մարզի դատախազի տեղակալի պաշտոնը, ապա այդ ժամանակ ես եւ Արթուր Պողոսյանը միասին էինք պայքարում մի շարք կոռումպացված պաշտոնյաների դեմ, այսինքն այդ հանգամանքով պայմանավորված ես նախկինում բազմիցս անձնական շփում եմ ունեցել Արթուր Պողոսյանի հետ, ինչևիցե ուզում եմ ասել, որ հարգարժան Արթուր Պողոսյանը, երբ որ ստանձնում էր քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը, այդ ժամանակ Արթուր Պողոսյանը ժողովրդի առջև հավաստիացրեց, որ ինքը ժողովրդի մեջ ամրապնդելու է արդարության եւ արդարադատության նկատմամբ հավատն ու վստահությունը։ Մինչդեռ ցանկանում եմ նշել, որ ես կոնկրետ Ֆիլիպ Նազարյանի, այսինքն Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ իրավունքները խախտելու վերաբերյալ բազմիցս բողոքներ եմ ներկայացրել թե քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, թե գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եւ թե Լոռու մարզի դատախազությանը, մինչդեռ վեր է նշված իմ բոլոր այդ դիմում բողոքներին պատշաճ ընթացք չեն տրվել եւ թե քննչական կոմիտեի նախագահի կողմից, թե գլխավոր դատախազի կողմից, թե Լոռու մարզի դատախազության կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ։ Հիմա մի հատ խոսք եմ ուզում վկայակոչել, մի հատ հայտնի թևավոր արտահայտություն կա, ասում է, երբ որ խոսքը դեռ մարդու բերանից դուրս չի եկել, ինքն է քո գերին, իսկ երբ որ մարդու խոսքը դուրս եկավ իր բերանից, արդեն մարդն է դառնում իր խոսքի գերին։ Այսինքն ուզում եմ ասել, որ լավ կլիներ, որ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հավատարիմ մնար ժողովրդին տրված իր այդ երդմանը, իր այդ խոսքերին, մասնավորապես իր այն խոսքերին, որ ինքը ժողովրդի մեջ ամրապնդելու է արդարության եւ արդարադատության նկատմամբ հավատն ու վստահությունը եւ ակնկալում է Արթուր Պողոսյանը որպես տղամարդ, որպես իսկական տղամարդ հավատարիմ կմնար իր այդ խոսքերին եւ իսկապես ժողովրդի մեջ, այդ թվում նաեւ իմ մեջ կամրապնդեր արդարության եւ արդարադատության նկատմամբ հավատն ու վստահությունը, քանի որ ես ինքս դինելով ՀՀ քաղաքացի համարվում եմ ժողովրդի մի մասը եւ բնականաբար լեգիտիմ իրավունք ունեմ ակնկալելու, որ քննիչ Ֆիլիպ Նազարյանը Էրիկ Եղինյանից անձի նկատմամբ դրսևորի իրավաչափ եւ իրավահպատակ վարքագիծ եւ չխախտի իմ իրավունքները։ Մինչդեռ կոնկրետ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից ես որևէ արդարացի վերաբերմունք չեմ տեսել իմ անձի նկատմամբ, ինչպես նաեւ պետք է փաստեմ, որ քանի որ քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ իրավունքների խախտումների վերաբերյալ իմ կողմից քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, ինչպես նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ինչպես նաև Լոռու մարզի դատախազությանը հասցեագրված իմ բոլոր դիմում բողոքները մատնվել են անուշադրության եւ թե քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, թե գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եւ թե Լոռու մարզի դատախազության կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից Էրիկ Եղինյանից իրավունքների խախտումները վերացնելու եւ Էրիկ Եղինյանից իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Ուստի ակնկալում եմ, որ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ակնջալուր կլինեն իմ այս խոսքերին եւ կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի վերականգնվեն քննիչ Ֆիլիպ Նազարյանի ապօրինի գործողությունների արդյունքում Էրիկ Եղինյանից խախտված իրավունքները։ Նորից եմ կրկնում, քանի որ այս տեղեկությունները համարվում են գաղտնի, այդ իսկ պատճառով ես կաշկանդված եմ փակագծերը բացել եւ ել ավելի հանգամանալից տեղեկատվություն տրամադրել հանրությանը, թե կոնկրետ Ֆիլիպ Նազարյանի կողմից Էրիկ Եղինյանից իրավունքների խախտումները կոնկրետ ինչումն են դրսևորվել, այդ առումով ես ունեմ կաշկանդվածություն, քանի որ դրանք համարվում են գաղտնի տեղեկություններ, սակայն պատրաստակամություն եմ հայտնում քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից Էրիկ Եղինյանից իրավունքների խախտումների վերաբերյալ ել ավելի հանգամանալից կերպով բարձրաձայնել այն ժամանակ, եթե ես կհրավիրվեմ քննչական կոմիտե, որպեսզի դուք ել ավելի հանգամանալից պատկերացում կազմեք սույն դեպքի մանրամասների մասին։
Նաև ես ցանկանում եմ որպես բողոքի նշան, ցանկանում եմ առաջիկայում հացադուլ եւ նստացույց սկսել Ստեփանավանի քննչական բաժնի դիմաց, որպեսզի այն պահանջով իմ պահանջը միայն այն է լինելու, որպեսզի Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը չխախտի իմ իրավունքները եւ պաշտպանի իմ իրավունքները, այսինքն իմ պահանջը միայն դա է լինելու, որպես բողոքի նշան ես արդեն իսկ պատրաստվում եմ առաջիկայում դիմել այդ ծայրահեղ քայլին, քանի որ ես արդեն իսկ սպառել եմ իրավական բոլոր գործիքները, բոլոր գործիքակազմերը ես արդեն իսկ սպառել եմ ուղղված իմ իրավունքների պաշտպանությանը, նաև դիմել եմ նաև մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, Անահիտ Մանասյանը ընդամենը սահմանափակվել է գրություն հասցեագրելով դատախազությանը եւ որևէ այլ միջոց չի ձեռնարկվել իմ իրավունքների, իմ խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ, այսինքն ուզում եմ ասել, որ ես արդեն իսկ այս պահի դրությամբ սպառել եմ բոլոր իրավական գործիքակազմը, որի արդյունքում հնարավոր կլիներ հասնել արդարության եւ արդարության չհասնելով ես արդեն իսկ ստիպված եմ դիմել իմ բողոքի այս ծայրահեղ քայլին եւ ստիպված եմ արդեն իսկ Ստեփանավանի քննչական բաժնի դիմաց մտադիր եմ անել հացադուլ եւ դրանով իմ բողոքի ձայնը բարձրացնել, ինչպես նաեւ հացադուլի հետ մեկտեղ ցանկանում եմ նաեւ նստացույց անել, որպեսզի Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը չխախտի իմ իրավունքները եւ իմ նկատմամբ, իմ անձի նկատմամբ ցուցաբերի իրավաչափ եւ իրավահպատակ վարքագիծ։ Նաեւ կցանկանայի այն անձին, ովքեր որ կցանկանան ինձ վրան տրամադրել ժամանակավորապես օգտագործելու նպատակով, քանի որ ես ինքս չունեմ իմ ձեռքի տակ վրան, այսինքն եթե ես որոշեմ, չնայած արդեն իսկ որոշել եմ, որ պետք է հացադուլ սկսեմ, մի փոքր եղանակային պայմանները բարելավելուց հետո պարտադիր ես պետք է սկսեմ իմ հացադուլը, իհարկե եթե մինչ այդ պատկան մարմինների կողմից միջոցներ չձեռնարկվեն իմ իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ, ապա եղանակային պայմանները տաքանալուց հետո ես արդեն իսկ որոշել եմ, որ պարտադիր պետք է Ստեփանավանի քննչական բաժնի դիմաց իրականացնեմ խաղաղ բողոքի ակցիա, քանի որ սահմանադրությամբ ես ունեմ այդ իրավունքը իրականացնելու խաղաղ բողոքի ակցիաներ, եւ ես նպատակահարմար եմ գտնում քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ անձի նկատմամբ դրսևորված այդ ապօրինություններին վերջ տալու նպատակով իրականացնել հացադուլ եւ նստացույց հենց Ստեփանավանի քննչական բաժնի դիմաց։ Սակայն ինձ ժամանակավորապես օգտագործելու համար հարկավոր է վրան, որպեսզի ես հացադուլ հայտարարելու ժամանակահատվածում գտնվեմ այդ վրանի մեջ, ուստի եթե կգտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր որ կցանկանան ինձ ժամանակավորապես օգտագործելու նպատակով վրան տրամադրել, ապա կխնդրեի իմ հացադուլում գտնվելու ողջ ժամանակահատվածում ինձ ժամանակավորապես տրամադրել վրան եւ հավաստիացնում եմ, որ իմ հացադուլը դադարեցնելուց հետո, այսինքն երբ որ արդեն կվերականգնվեն իմ խախտված քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ խախտված իրավունքները, երբ որ կվերականգնվեն, դրանից հետո բնականաբար ես կդադարեցնեմ իմ հացադուլը եւ իմ հացադուլը դադարեցնելուց հետո ես պատրաստակամություն եմ հայտնում ինձ տրամադրված այդ վրանը հետ վերադարձնել այն անձին, ով որ դա կհատկացնի ինձ։ Նաև հիմա ոստիկանությանը նույնպես կհորդորեի, նաև շտապ օգնությանը բժիշկների նույնպես կհորդորեի իմ հացադուլում գտնվելու այդ ողջ ժամանակահատվածում ոստիկանությանը կհորդորեի ապահովել իմ անվտանգությունը, իսկ բժիշկներին կհորդորեի իմ հացադուլում գտնվելու ողջ ժամանակահատվածում շուրջօրյա հսկողություն սահմանել իմ անձի նկատմամբ, որպեսզի եթե հանկարծ այդ ընթացքում իմ ինքնազգացողությունը վատթարանա, ապա այդ ժամանակ ինձ ցուցաբերվի անհրաժեշտ բժշկական օգնություն։ Եվ եթե հացադուլում գտնվելու ժամանակահատվածում վատթարանա իմ առողջական վիճակը կամ իմ ինքնազգացողությունը, ապա իմ առողջական վիճակից բխող բոլոր բացասական հետևանքները կրելու է բացառապես Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը, քանի որ ինչպես արդեն նշեցի, ես հենց այդ քննիչ Ֆիլիպ Նազարյանի ապօրինի գործողությունների արդյունքում եմ ցանկանում հացադուլ հայտարարել, որպեսզի հասնեմ արդարության։ Այսինքն իմ ակնկալիքը միայն այն է, որ ես հասնեմ արդարության, այլ ակնկալիքներ չունեմ, քանի որովհետև նորից եմ կրկնում, ես սպառել եմ բոլոր իրավական գործիքակազմը, որի արդյունքում հնարավոր կլիներ հասնել արդարության եւ արդարության չհասնելով ես արդեն ստիպված բողոքի այս տարբերակն եմ ընտրել, հացադուլի տարբերակն եմ ընտրել, որպեսզի գոնե մի փոքր իմ նկատմամբ ցուցաբերվի մարդկային վերաբերմունք, արժանապատիվ վերաբերմունք
եւ ես զերծ մնամ քննիչ Ֆիլիպ Նազարյանի ապօրինի գործողությունների արդյունքում իմ իրավունքների հետագա ոտնահարումներից։ Նաեւ ցանկանում եմ նշել, որ ես չեմ ցանկանում, ընդհանրապես չեմ ցանկանում որևէ գործով, որևէ առնչություն ունենալ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանի հետ եւ բոլոր պատկան մարմիններին, այսինքն քննիչ Ֆիլիպ Նազարյանի վերադաս մարմիններից հիմա պահանջում եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ես որևէ գործի շրջանակներում որևէ առնչություն չունենամ քննիչ Ֆիլիպ Նազարյանի հետ։ Չգիտես ինչու ինձ հետ կապված բոլոր գործերով զբաղվում է միայն քննիչ Ֆիլիպ Նազարյանը։ Եվ այստեղ ես իմ անձի դեմ ուղղված քողարկված միտում եմ տեսնում, քանի որ քննիչ Ֆիլիպ Նազարյանը խիստ անբարյացակամորեն է տրամադրված իմ անձի նկատմամբ եւ ամեն ինչ անում է, որ վնաս հասցնի իմ իրավաչափ շահերին։ Այսինքն քննիչ Ֆիլիպ Նազարյանի բոլոր գործողությունները միտված են վնաս հասցնել իմ իրավաչափ շահերին։ Այդ իսկ պատճառով ես չեմ ցանկանում որևէ առնչություն ունենալ քննիչ Ֆիլիպ Նազարյանի հետ եւ պատկան մարմիններից պահանջում եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Էրիկ Եղինյանից հետ կապված բոլոր գործերով քննիչ Ֆիլիպ Նազարյանը որևէ առնչություն չունենա։ Կան Լոռու մարզի քննչական վարչությունում կան Պարկեշ Վարդարամիտ պատվախնդիր քննիչներ, օրինակ Գրիշա Բասմաջյանը, Մհեր Ավետիքյանը, այսինքն ես կցանկանայի, որ ինձ հետ կապված գործերով զբաղվեին միայն Արդարամիտ Պարկեշտ եւ պատվախնդիր քննիչներ Գրիշա Բասմաջյանը եւ Մհեր Ավետիքյանը եւ Ֆիլիպ Նազարյանի, քննիչ Ֆիլիպ Նազարյանի հետ ես չեմ ցանկանում որևէ առնչություն ունենալ։ Քանի որ ինչպես արդեն նշեցի, քննիչ Ֆիլիպ Նազարյանի բոլոր գործողությունները միտված են վնաս հասցնել իմ իրավաչափ շահերին եւ իմ իրավունքներին։ Նորից եմ կրկնում եւ հավաստիացնում եմ, որ քննիչ Ֆիլիպ Նազարյանը թաքցնում է գողականների կողմից իմ նկատմամբ կատարված բազմաթիվ հանցագործությունները եւ հովանավորում է գողականներին։ Այդ ամենի մասին ես ունեմ փաստեր, այսինքն ես փաստարկված եմ խոսում, ամենևին էլ չեմ զրպարտում քննիչ Ֆիլիպ Նազարյանին, եւ եթե քննիչ Ֆիլիպ Նազարյանը կգտնի, որ ես իբր թե զրպարտում եմ իրեն, ապա քննիչ Ֆիլիպ Նազարյանը հանգիստ կարող է քաղաքացիական հայցով դատի տալ ինձ, ես որևէ մտավախություն չունեմ, ինչպես նաեւ իրավապահ մարմինները կարող են սուտ մատնության հանցակազմով իմ նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնել, եթե իհարկե իրենք կհամարեն, որ ես իբրև թե սուտ մատնություն եմ կատարել քննիչ Ֆիլիպ Նազարյանի նկատմամբ։ Հավաստիացնում եմ, որ ես ամենևին էլ չեմ զրպարտում քննիչ Ֆիլիպ Նազարյանին եւ քննիչ Ֆիլիպ Նազարյանի նկատմամբ ամենևին էլ սուտ մատնություն չեմ կատարել։ Իմ այս խոսքերը փաստարկված են, արժանահավատ են, համապատասխանում են իրականությանը եւ եթե քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը իսկապես արդարամիտ է եւ իսկապես միտված է ժողովրդի մեջ ամրապնդել արդարության եւ արդարադատության նկատմամբ հավատն ու վստահությունը, ապա որպես ՀՀ քաղաքացի ես քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանից պահանջում եմ, նաեւ խնդրում եմ, ավելի շատ խնդրում եմ ինձ հրավիրել քննչական կոմիտե, իհարկե հոգալ իմ ճանապարհածախսը, քանի որ ես նյութական ճանապարհածախս չունեմ Երևան հասնելու եւ Երևանից Ստեփանավան հետ վերադառնալու համար, խնդրում եմ հոգալ իմ ճանապարհածախսը, ինձ հրավիրել քննչական կոմիտե եւ որի ժամանակ ես պատրաստակամություն եմ հայտնում հանգամանորեն անդրադառնալ, թե կոնկրետ ինչպես է դրսևորվել քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ անձի նկատմամբ դրսևորված այդ ոչ իրավաչափ գործողությունները եւ պատրաստ եմ նաեւ հանգամանորեն անդրադառնալ, թե քննիչ Ֆիլիպ Նազարյանը կոնկրետ որ գործի շրջանակներում եւ որ գողականների կողմից կատարված հանցագործություններն է թաքցրել։ Քանի որ ինչպես արդեն նշեցի, այդ տեղեկությունները համարվում են գաղտնի եւ ես այս պահին ունեմ կաշկանդվածություն այդ տեղեկատվությունները հանրայնացնելու առումով։ Այդ իսկ պատճառով ես նպատակահարմար չեմ գտնում այդ տեղեկատվությունը հանրայնացնել, քանի որ դրանք համարվում են գաղտնի տեղեկատվություններ։ Նաև ցանկանում եմ անդրադառնալ այն հանգամանքին, որ այդ Անդրեյ Աբրամովը, եթե նորմալ մարդկային ձևով ինձնից խնդրեր, որ ես իմ YouTube-յան ալիքից ջնջեի օրենքով գողերի եւ գողականների վերաբերյալ իմ տեսանյութերը, ապա ես դա կանեի։ Մինչդեռ այդ Անդրեյ Աբրամովը ինձ ուղղված սպանության սպառնալիքների եւ հայհոյանքների միջոցով է ինձնից պահանջել ջնջել օրենքով գողերի վերաբերյալ իմ այդ տեսանյութերը եւ օրենքով գողերից ներողություն խնդրել։ Նորից եմ կրկնում, ինձ հետ սպառնալիքի լեզվով մի խոսեք եւ շանտաժի լեզվով մի խոսեք։
ես չեմ վախենում ձեր սպառնալիքներից, ես վախենում եմ միայն Աստծո դատաստանից եւ գողականներին խորհուրդ կտայի, որ իրենք նույնպես վախենային Աստծո արդար դատաստանից։ Ես իմ YouTube-յան ալիքում տեղադրված իմ տեսանյութերում այսքան ժամանակ երբեք չեմ հայհոյել օրենքով գողերին եւ չեմ վիրավորել օրենքով գողերին։ Հետևաբար ես ինչու պետք է ներողություն խնդրեմ օրենքով գողերից։ Ընդհակառակը, հենց գողականները պետք է ինձնից ներողություն խնդրեն, ինձ հայհոյելու, ինձ վիրավորելու եւ իմ հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու համար։ Երբ որ գողականները ինձնից ներողություն կխնդրեն ինձ հայհոյելու համար, այն օր այդ ժամանակ ես նույնպես ներողություն կխնդրեմ գողականներից։ Ինչպես արդեն նշեցի, ինձ հետ հնարավոր չէ սպառնալիքի լեզվով եւ շանտաժի լեզվով խոսել, ես գողականների սպառնալիքներից չեմ վախենում եւ իմ YouTube-յան ալիքից չեմ ջնջելու գողականների վերաբերյալ իմ կողմից տեղադրված տեսանյութերը։ Նորից եմ կրկնում, եթե այդ Անդրեյ Աբրամովը նորմալ մարդկային ձևով ինձ խնդրեր, որ ես իմ YouTube-յան ալիքից ջնջեմ գողականների վերաբերյալ իմ տեսանյութերը, ապա միգուցե ես ընդառաջեի։ Բայց քանի որ Անդրեյ Աբրամովը ինձ ուղղված սպանության սպառնալիքների եւ հայհոյանքների միջոցով է ինձնից պահանջել իմ YouTube-յան ալիքից ջնջել գողականների վերաբերյալ իմ տեսանյութերը, ուստի ես չեմ ենթարկվելու Անդրեյ Աբրամովի սպառնալիքներին եւ իմ YouTube-յան ալիքից չեմ ջնջելու գողականների վերաբերյալ իմ տեսանյութերը։ Քանի որ եթե ես հիմա դա անեմ, ապա Անդրեյ Աբրամովը եւ բոլոր գողականները կմտածեն, որ ես իբր թե իրենցից վախեցա եւ իրենցից վախենալու արդյունքում ջնջեցի գողականների վերաբերյալ իմ տեսանյութերը։ Եվ հենց դրա խաթեր երբեք չեմ ջնջելու իմ այդ տեսանյութերը։ Այս վերցի տանգերում ավոր տեսանի աշկին, վարկային։ Մեր Տեր Աստված Եհովան մեզ հորդորում է ներել մարդկանց, ուստի ես լինելով աստվածավախ անձնավորություն, ներում եմ ինձ սպանության սպառնալիքներ տված եւ ինձ հայհոյած այդ Անդրեյ Աբրամովին եւ մյուս գողականներին եւ հավաստիացնում եմ, որ ես այսուհետեւ օրենքով գողերի եւ գողականների վերաբերյալ ոչ մի տեսանյութ իմ YouTube-յան ալիքում այլևս չեմ տեղադրելու եւ իմ YouTube-յան ալիքով ես օրենքով գողերին ու գողականներին այլևս չեմ անդրադառնալու։ Ես տղամարդու խոսք եմ տալիս, որ երբեք այլևս երբեք իմ YouTube-յան ալիքով օրենքով գողերին, գողականներին երբեք չեմ անդրադառնալու եւ գողականների ու օրենքով գողերի վերաբերյալ որևէ տեսանյութ այլևս իմ YouTube-յան ալիքով չեմ ցուցադրելու։ Սակայն վերը նշված պատճառով ես իմ YouTube-յան ալիքից չեմ ջնջելու օրենքով գողերի եւ գողականների վերաբերյալ իմ տեսանյութերը եւ քանի որ իմ տեսանյութերում ես երբեք չեմ հայհոյել ու չեմ վիրավորել օրենքով գողերին, ուստի այդ պատճառով ես գողականներից ներողություն չեմ խնդրելու այնքան ժամանակ, քանի դեռ գողականները հենց իրենք չեն առաջինը ներողություն խնդրել ինձնից, ինձ հայհոյելու համար։ Նաև ցանկանում եմ տեղեկացնել, որ ես իմ YouTube-յան ալիքով այսուհետև անդրադառնալու եմ արվեստին, բնությանը, այսինքն նկարահանելու եմ արվեստի վերաբերյալ տեսանյութեր, նկարահանելու եմ բնության ճգնաղ եւ գողտրիկ տեսարանների վերաբերյալ տեսանյութեր եւ անդրադառնալու եմ միայն հասարակությանը մտահոգող բազմաթիվ կարեւորագույն հարցերի։ Նորից եմ կրկնում օրենքով գողերի եւ գողականների վերաբերյալ իմ տեսանյութերի ցուցադրումը եւ եթեր հեռարձակումը այս պահից սկսած ես դադարեցնում եմ այս տեսանյութում իմ կողմից նշված պատճառաբանություններով։ Թերևս այսքանը, շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար։